Հարկ Նժդեհին, Արցախը Հայաստան է, առանց որի իսկապես Հայաստան չի կարող գոյատևել։ Նիկոլը թշնամի է, որի ամեն օրը իշխանության մնալով Ալիևի դիրքերը ավելի են ամրապնդվում մեր երկրում։ Վերջերս լսեցինք, որ արտգործնախարարը իր բերանով ասեց, որ մենք բոլոր տիպի քարտեզները, ականապատ դաշտերը պետք է տրամադրենք Ալիևին։ Այսինքն ուզում եմ ասել, որ մեր երկիրը ադրբեջանցիների համար ազատ ելումուտի տարածք ենք դարձնելու։ Իսկ մենք գիտենք ադրբեջանցիների ցանկությունը որն է։ Երբ որ նայում ես Ալիևի հռետորաբանությունը, ադրբեջանցիների, նրանք գալու են մեզ մորթելու, չեն էլ թաքցնում։ Այս թշնամի խաղաղասերները ուղղակի ճանապարհը բացում են, որ թշնամին շատ հանգիստ մտնի։ Եվ պատահական չէ Սասնա հանդեպ նման վերաբերմունքը։ Հիշեք, Վարուժանենց կալանավորելուց հետո արդեն մոտ 13 Սասնացուր կա բանտում։ Արցախի հանձնումը, դուք տեսաք չէ խորհրդարանի դիմադրությունը, այսինքն խորհրդարանում այսպես կոչված ընդդիմադիրները, որոնք ընդդիմադիր չեն, նույն Կրեմլի ծառաներն են, որոնք բալանսավորված Նիկոլի գործողությունները արդարացնելով առաջ են տանում, կուլ տալով հայհոյանքներ, վիրավորանքներ։ Այսինքն միակ ընդդիմացող ուժը, որը նաև 16 թվին Արցախը հանձնելու համար ապստամբել էր, այդ ուժին չեզոքաց, այսինքն մասամբ թույլատրեցին եւ Վարուժանենց կալանավորեցին, որից հետո Արցախը շրջափակվեց եւ հայաթափվեց։ Այդ ամեն ինչը արվել է Սասնա Վարուժան Ավետիսյանին մասնավորապես կալանավորելուց հետո։ Եթե մարդիկ լսում են Վարուժան Ավետիսյանի մտքերը, ելույթները, նա ոչ թե միայն իրավական է, ոչ թե միայն քաղաքական է, ոչ թե միայն պատմական է, այլ նաև բարոյական է։ Մենք լավ գիտենք, որ եթե ինքնապաշտպանվելու կամ անվտանգային խնդիր կա, ինքնապաշտպանության կամ անվտանգային, դրա մեջ կա բարոյականություն։ Եթե միտեղ վերացնում ես բարոյականությունը, անհրաժեշտություն չի առաջանում պաշտպանվելու։ Փչացած մարդը, ով բացահայտ արդեն բացահայտվել է, որ ինքը փչացած է, մարմնավաճառ է, ինքը դու իրեն չես կարող հայհոյելով կամ սեռական բնույթի արտահայտություններ անելով իրեն վիրավորել, որովհետև ինքը արդեն այդ բարոյականությունը կորցրել է եւ հայտնի է, եւ դրա համար ինքը չի պաշտպանվում։ Եվ Նիկոլը եւ իր իշխանությունը բարոյալքվել են ու զուգահեռաբար ուզում են բոլորիս նույնականացնել իրենց հետ եւ մեզ էլ համոզեն, որ կարիք չկա պաշտպանվելու։ Սա թուրքերի տարածքն է, թուրքական աշխարհը, իրենք ոնց ուզեն։ Մեզ մնում է թուլանալ եւ կներեք հաճույք ստանալ։ Իրենց գործառույթը սա է։ Իսկ Վարուժանի խոսույթը, որի հիմքում ընկած է բարոյականություն, արժանապատվություն, ինքնապաշտպանություն, անվտանգություն, պետականություն, հասկանում եք, այս ամեն ինչը հավաքված խտացված է Վարուժանի խոսքում։ Դրա համար է Վարուժանը բանտում։ Հանկարծ չզարմանաք ինչու Քոչարյանականները կամ չգիտեմ Սերժականները եւ հիմա ինչ որ իրար մեղադրում են, թե ով բերեց Նիկոլին իշխանության։ Նիկոլին բերել է իշխանության Կրեմլը։ Դուք ոչինչ չէիք կարող անել, որ եթե Պուտինն ուզում էր Նիկոլը դառնար Հայաստանի վարչապետ, դուք չէիք կարող ընդդիմանալ, կռիվ մի արեք, թե նա ասում է դու ես բերել, նա ասում է դու ես բերել։ Ձեր տերն է բերել, ձեր համակ լռությամբ, ձեր միջնորդությամբ, հետ կռիվ մի արեք։ Հիմա ես ամենակարևորին եմ ուզում անդրադառնալ։ Սիրելի հայրենակից, եթե բոլոր ականները հանում են կամ քարտեզները տրամադրում են ադրբեջանցիներին, հավատացեք, նրանք գիշերը մտնելու են ձեր տները։ Սա ոչ թե ասում եմ, որ վախենաք, ասում եմ, որ սթափ լինեք։ Այս իշխանությունը, եթե ականապատ բոլոր քարտեզները տրամադրեցին, իրենք ձեզ չեն պաշտպանելու։ Զորքն էլ է իրենց ենթարկում։ Եթե մի գիշերվա մեջ հրաման տվեցին հետ քաշվեք, ինչպես մի օրվա մեջ Արցախում բոլորին զինաթափեցին, հետո ժողովրդին ասեցին, դե դուք գիտեք, ուզում եք մնացեք, չեք ուզում մնացեք, Ալիև գալիս է, սուրը հանած գալիս է։ Հետո էլ մեղադրեցին, թե դուք փախակ, չկռվեցիք։ Զենքը ձեռից վերցրել են, Ալեն Սիմոնյանն ասում է, զանգել էիք, բացեք, գալիս ենք։ Տղա, զենքը ձեռից վերցրել ես, այն որ զենքը ձեռին էր, երբևից այդ 9 ամիս սոված ծարավ շրջափակման մեջ Արցախցին Արցախը լքեց։ Դուք պատասխան եք տալու միանշանակ։ Բայց իմ խոսքը գիտեք ինչին է վերաբերվում։ Ուրեմն գործնականում ժողովրդի մասին մտածող
քաղաքական թիմը, այն հզոր կառույցը դա ազգային ժողովրդական բևեռն է, որը Նիկոլի հանցավոր էս Ալիևի հետ պայմանավորված բոլոր հանցանքները արևմուտքին տեղեկացնում է եւ խնդրում է հիշենք, որ եվրոպական դիտորդների մոտ էլ միայն ազգային ժողովրդական բևեռը արշավի ձևով ավտոերթով գնաց եւ խնդրեց երկարացնել Հայաստանում որևիցե ոչ եվրոպամետները, ոչ նախկինները, ոչ ներկաները, ոչ ոք չգնաց չխնդրեց։ Հասկանում եք, ընդհակառակ ուզում էին դուրս գան։ Հիմա, որպեսզի բևեռը տվյալ իրավիճակում, քանի որ դու քնած ես, դու ի վիճակի չես մտածելու, քո անվտանգության մասին մտածելու, էլի բևեռն է մի բան կազմակերպելու, եթե դու դες քնած մնաս ու հանկարծ ճանապարհները բացվի։ Բայց բևեռը շարժվելու համար շորտ ֆինանս է հարկավոր։ Այն ֆինանսը, որ դուք ամեն թելեթոնի տալիս եք, դա մնաց, ասենք, հանրապետական կուսակցության համար մի կես ամսվա ծախսի փող է, հասկանում եք։ Դա լուրջ գումար չէ, բրցնում է ամեն ինչ։ Հասկանում եք։ Հիմա սրված իրավիճակում, երբ որ սրանք արդեն զգում են, որ ամեն ինչ փոխվում է, անընդհատ այսպես ուզում են դռները բացել, որ Ալիևը մի ոչ շուտ հասցնի մտնի Հայաստան, մինչև Պուտինի սատկելը կամ չգիտեմ Էրդողանի թուլանալը, ինք ուզում է մի ոչ շուտ մտցնել եւ ժողովրդին համոզել, որ ենթարկեք, եթե չկոտորում եմ, որ մարդիկ ասեն մենք համաձայն ենք։ Իրենք շտապում են, հասկանում են, որ հետ են ընկնում։ Դրա համար են այս քայլերն անում։ Դրա համար ձեր ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար փող է պետք բևեռին։ Էլի բևեռն է անելու։ Լուրջ եմ ասում։ Իմ ասացին հետևողական եղեք։ Եթե ականապատ մնացած դաշտերի քարտեզները տվեցին, զորքին էլ ասում են հետ քաշվեք եւ թուրքը Ալիևյացած քայլելով առաջ է գալու։ Ձեզ էլի եմ ասում, ուղղորդելու եւ պաշտպանելու է, կազմակերպելու է ինքնապաշտպանությունը։ Եթե դու հիմա դուրս չես գալի փողոց ու Նիկոլին չես ուզում գլխից քաշես, գցես ասֆալտին գլուխը տրորես, բևեռին ֆինանսավորի, որ գոնե այդ վիճակում կարողանա իրավիճակ փոխել, մինչև գիտակցությունը, մինչև դանակը հասնի ոսկորիդ գլխի լինես, արթնանաս սկսես բևեռի հետ քայլել։ Փող է հարկավոր։ Փող